եթե մեր ձևով շարժումը բարեհաջող հասնի ընտրությունների ավարտին, ապա հենց դա կնշանակի պարոն Ասլանյանն ասացը, որ շատ մարդ կգա ընտրության, որովհետև մեր ձևով շարժումը աշխատում է այն ընդդիմադիր դաշտի վրա, հատվածի վրա հիմնական, որը կողմնորոշված չի այսօր։ Շատ մարդ կգա քաղաքացիներ կգան ընտրության, եւ այդ դեպքում շատ քաղաքացիներ գալու պարագայում քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի ձայների այդ հաստատուն ունեցվածքը 500,000-ի չափ մոտավորապես այդ ձայների մեջ կլինի փոքրամասնություն եւ կառաջանա այդ հայտնի ամենակիչը կառաջանա հայտնի Գյումրիի տարբերակը, ինչից շատ վախենում է այսօրվա իշխանությունը, այսինքն մեր ձևով կարող պատկերացնել բացարձակ չկա իշխանության բացարձակապես, բայց կլինի առաջատարը եւ Գյումրիի բանաձևի համապատասխան կլինի իշխանության այդ իմաստով, այսինքն հետեւաբար ես ասում եմ նորից այդ տեսակետը պնդում կպատասխանեմ ձեր հարցին, նորից այդ տեսակետը պնդում, որ կամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փոխանցում է Սամվել Կարապետյանին, կամ էլ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ պահի Սամվել Կարապետյանին մեր ձևով շարժումը դուրս հանելու ընտրապայքարից։ Ինչ վերաբերում է ձեր հարցին ճշտով, մենք որ դեպքում չենք մասնակցի ընտրություններին, մենք չենք մասնակցի ընտրություններին մի դեպքում, երբ որ ընդդիմադիր այսպես կոչված ճակատի քաղաքական ճակատի բոլոր ուժերը միավորվեն մեր առաջարկության կամ մեր առաջարկության նման առաջարկության հետ կապված միավորվեն մի ընդհանուր ճակատ կազմեն եւ իրենք անհանգստություն ունենան, որ մենք այդուհանդերձ հանդիսանում ենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտը, այդ դեպքում մենք չենք մասնակցի։ Այսինքն մենք ես ինդիկատում եմ պարոն Ասլանյանը եւ ես։ Մենք երկուսով երբեք չենք բանանում, չէ՞, համագործակցել ԿՊ-ի հետ, չեք կարող այնպես անել, որ ձեզ չհամարեք պրոյեկտ։ Եթե գա այնպեսի պահ, որ եթե կա այնպեսի պահ, որ քաղաքական ճակատը գազնի հաջողության, ազգային ժողովի ընտրություններում ձևավորվի իշխանություն եւ պարոն Ասլանյանին ինձ կվերապահվի բարձրագույն պատիվ վարչապետին, այսօրվա վարչապետին ուղեկցել դեպի ԱԱԾ-ի պատվալ եւ աջ ձեռքը բռնած կլինի պարոն Ասլանյանը, իսկ ձախ ձեռքը բռնած կլինեմ ես եւ իրենք ուղեկցենք ԱԱԾ-ի պատվալ, այդ ժամանակ էլի կլինեն մարդիկ, որոնք ասեն, բա որ ասում ենք Նիկոլի պրոյեկտն են չէիք հավատում։ Տեսակ, իրենք տարան ԱԱԾ-ի պատվալ, ապահով տեղ, որպեսզի փրկեն ժողովրդի դատաստանից։ Հետևաբար մենք այդտեղ չենք պայքարում։ Մենք կարդացել ենք Սերվանտեսին, մենք գիտենք Դոն Կիխոտին, Սանչոյին, եւ հետևաբար մենք հողմաղացների դեմ պայքար չենք մղում։ Մենք չենք ապացուցելու, որ մենք ուխտ չենք։ Պարոն Ղազարյան, քանի որ ձեր կուսակցությունը կոչվում է Սահմանադրական ազգային միասնական ազգային սահմանադրական կուսակցություն, այդ դեպքում ձեր կուսակցությունը ինչ մոտեցում ունի Հայաստանի սահմանադրության հնարավոր փոփոխությունների վերաբերյալ։ Դե նախ սահմանադրականության իմաստով մենք սահմանադրականություն նախ հետաքրքիր է տերմինը ոնց առաջացավ, երբ որ ես առաջարկեցի մեր կուսակցության անունը դնենք Հայաստանի ազգային սոցիալիստական կուսակցություն, պարոն Ասլանյանը երեխավախտանից բան ա եղել, սովետական միությունում ընդդիմադիր ա եղել, այսպես կոչված, շատ սոցիալիստական բառից շատ բան արեց, եւ ես գացի սոցիալիզմից, եւ ես գացի, որ սա կլինի մեր ծնված կուսակցության պառակտումը, հաշտվեցի բանի հետ, իր հետ, եւ քանի որ բանը այդ դեպքում մեր մասկ, միասնական ազգային սահմանադրական կուսակցություն, սոցիալիստական կուսակցություն, մտածեցինք ինչ բառ գտնենք հարմար, որպեսզի այդ մասկը պահպանվի, սահմանադրական, բայց դա շատ դիպուկ բովանդակային իմաստով դարավ շատ դիպուկ, որովհետև մեր գործողությունները միայն ու միայն սահմանադրության շրջանակներում են։ Մենք չենք ասում դա այնպես, որ սահմանադրության փոփոխման անհրաժեշտություն կա։ Մենք այդ նպատակով չենք ասում։ Այնինչ մեր ծրագրում կան կետեր, որոնք հետո մեր հետագայում մենք կներկայացնենք մեր խոսքերի մեջ, կան կետեր, որոնք ուզում են սահմանադրական փոփոխություն, մասնավորապես երկպալատանի խորհրդարանական համակարգ, մասնավորապես վերահսկիչ որոշ մարմինների մեխանիկական հատկացում ընդդիմությանը եւ այլն։